Փառք քեզ իմ Աստված, գոհության արժանի ես Տեր, դու սուրբ ես Տեր, դու ամենն ես մեր Տեր իմ Աստված, գոհանում ենք քեզանից Տեր, այսօրվա համար հնարավորության համար, որ հավաքվել ենք քեզ փառաբանենք Տեր, դու արժան ես փառքերի Տեր, գոհանում ենք քեզանից, փառք քեզ Տեր, ինչքան փառտանք դու քիչ է քեզ համար Տեր, դու սուրբ ես, բարի ես, զորավոր ես Տեր, մեր Աստվածն ես Տեր, մեր հայրն ես Տեր իմ Աստված, մեզ որդեգրել ես Տեր, արել ես քո ձեռքիդ տակ Տեր, եւ ողջ փառքերը տալիս ենք քեզ, փառք քեզ, ամեն։ Փառք մեր Աստծուն, փառք մեր Տիրոջը։ Շնորհակալ ենք փառաբանությունից, Աստված ձեզ շատ օրհնի։ Միշտ կնստես քո օրհնանքի քաղցր խոսք ասա քո կողքիդ նստողին։ Եվ նույնպես ողջունում ենք ձեզ, մեզ համացանցով դիտողներին Աստված ձեզ առատապես օրհնի, Աստված նույնպես ձեզ օրհնի եւ զորացնի։ Այսպես մի խոսքով եմ ուզում սկսել իմ ուղերձս, մեր ավագ հովիվ Գորմեխակյանը խոսում էր, ասում էր, կան մարդիկ, որ այստեղ իրանց զորով են բերել, ու գիտես ու երբեմն լինում է այդպես, որ իրանց մարդիկ կան, որ զորով են բերել, բայց այսեղ մի քիչ կփոխեմ իմ հարցս, կասեմ, կան մարդիկ, ով իրենց զորով բերել են, անհավես, բայց զորելով բերետեղ են հասցրել, գիտես, բայց ուրախ եմ, որ չկան այդպես մարդիկ, բայց երբ որ զգաս քո ներսում, երբ որ կան տկարություններ, գիտես, ժամանակ ա եղել, որ երբեմն աշխատանքի մեջ ելնելով մի հատ կիրակի ունես, ու այդ կիրակի օրը պետք է պարկես, հանգստանաս, ու դա լավավոր պետք է հանգստանաս, բայց այդ օրը կիրակի է ու քեզ պետք է տանես եկեղեցի։ Ու գիտես, եթե հանկարծ այդ տկարությունը քո ներսը գա, ու զորով քեզ բերես, լավավոր բերես, բայց դու զգուշացի, որովհետև շատ ժամանակ այդ տկարությունը քեզ կարող է տանի քեզ Աստված պաշտությունից շատ հեռու։ Ու դու, այսինքն դա ահազանգ թող եղնի քո մոտ, որ քեզ երբ որ դու զորելով ես քեզ բերում, դա արդեն խնդիր է, դու պետք է ուրախ լինես, որովհետև Սաղմոսների մեջ խոսում է, որ ինչպես Սաղմոս 122-րդ խոսքը ասում է, ես ուրախ եղա, երբ որ ինձ ասեցին Տիրոջ տուն գնամ, չէ՞։ Ասեմ քեզ, որ շատ մարդիկ ուրախ են, երբ որ նույնիսկ ասենք ուրախությունից կարան ծափտան ուրախանան, որ Տիրոջ տուն են գնում, դա շատ լավ է։ Ես ասեմ, որ իմ կինս, երբ որ առավոտ բացում, ասում է, ինչ լավ է, որ այսօր մենք պետք է գնանք, քիչ մնաց ժամերը հաշվում է, ասում եմ, դե ժամանակ կա, չէ, քիչ մնաց, պետք է հավաքվենք, գիտես, ուրախ է, տեսնում ես, ինքը ուրախ է, որ Տիրոջ տուն գնալու համար ուրախ է։ Այնպես որ Սաղմոս 122-րդ խոսքը ասում է, ես ուրախ եղա, Դավթի խոսքն է, երբ ինձ ասացին Տիրոջ տուն գնանք։ Այսինքն սա շատ կարևոր է։ Ես գիտես այդպես սա շատ կարևոր բան է, մինչև իմ ուղերձը սկսեմ խոսելը, բայց մի քանի բաներ խոսամ այստեղից, սա շատ կարևոր է, որտեղ երբ որ մենք ունենք տարվա մեջ երկրպագության երեկո տղամարդկանց համար, այդ ժամանակ դու մենակ տեսնես, ասենք, չեմ ուզում ես անուններ տամ, կներես, որ չեմ հարցրել քեզ, մեր Սլավա եղբայրը, ասենց մի փոքր ուշացած, ասենց շունչը կտրած վազելով ներս գցեց իրան, ու գիտես, բոլորը ասում են հնարավոր չի, որ Սլավան չգա։ Ու գիտես, նրա ոտքերը վազում են Տիրոջ տուն, նա ուրախ է Տիրոջ տուն գալը, նա գալիս է Աստծուն փառաբանելու, Աստված քեզ շատ օրհնի։ Ու գիտես, ժամանակ կար, ես հիշում եմ, դա շատ տարիներ առաջ էր, ես չունեի մեքենա եւ իմ կնոջս հետ մի քանի տրանսպորտ փոխելով, իմ հայկս փոքր էր այն ժամանակ, իմ գրկի մեջ մի շատ հնարավոր է սրա մասին խոսացել եմ ես, քայլելով մետրոյից երկար ճանապարհ կար, որ պետք է ոտքով էլ հասնեի այդ շենքը, որտեղ որ եկեղեցին հավաքվում էր, ու ես այդ ամբողջ ճանապարհը ես քայլելով աղոթք էի անում, որ գնամ ինչ-որ մի բան ստանամ։ Գիտես, երբ որ դու գալիս ես այստեղ սպասումով ու փափագով, դու հաստատ ստեղից մի բան կտանես։ Ես ինքս աղոթք էի անում, որ գնամ եկեղեցի, խոսքը բացվի իմ համար եւ խոսքը առած գամ տուն։ Սա շատ կարեւոր է։ Այսինքն, երբ որ դու եկել ես այստեղ
ու փափակ չկա, այսպես ասած սպասում չկա, որ պետքա խոսքը քեզ համար լինի։ Գիտես, այստեղից կապ չունի ով կխոսի։ Այս կաֆեդրայի հետևից երբ որ խոսում է, այսինքն մենք պետք է հասկանանք, որ խոսքը եթե մեզ չի հասնում, դա արդեն ինչ-որ խցանում կա, խնդիր կա, որ խոսքը մեզ չի հասնում։ Մինչև քո այստեղ հասնելը դու կարաս աղոտ կանես, որ խոսքը վերաբերվի հենց քեզ։ Խոսքը վերաբերվի քեզ, որ դու խոսքը վերցրած քայլես դեպի տուն ուրախացած, սա շատ կարևոր է։ Այսինքն շատ կարևոր է, որ մենք մեր աղոթքով մինչև այստեղ հասնելս սպասումով եւ ուրախությունով գանք եկեղեցի։ Սա շատ կարևոր է։ Փափագելով, փափագենք, սպասենք Տիրոջը, կանչենք եւ իր խոսքը գա եւ դառնա մեզ համար կերակուր։ Փառք Աստծուն։ Ու գիտես, շատ ժամանակ կարաս նմանեցնես մի բանի, որտեղ եթե Աստվածաշունչը խոսում ասում է ես ուրախ եղա, երբ որ ինձ ասացին Տիրոջ տունը գնամ, մի այսպես թեթև նմանեցրու ինչ-որ մի բանի քեզ կանչել են ինչ-որ մի հարսանիքի, ինչ-որ մի հատ ծնունդի, ինչ-որ մի հատ ռեստորանային, ինչ-որ մի տեղ, որ պետքա գնաս, ոնց ես ասենք սպասում այդ օրին, այդ օրը հիշում ես, հաստատ քեզ ասում են այդ օրը ոնց է, որ օրը պետքա լինի ժամերը, չուշանակ, չգիտես ինչ, ու ասեց ուրախությունով գնում ես, չէ՞։ Եվ նույնպես Տիրոջ տուն գալը պետքա մեր կյանքերի մեջ ուրախություն լինի, որ մենք գալիս ենք Տիրոջ հարսանիքը։ Ամեն։ Փառք Աստծուն։ Եթե այդպես չի, ասենք, եթե տարբերությունը շատ է քու մոտ, եկեղեցի գալու եւ ինչ-որ մի հատ խնջույքի համար, եթե տարբերությունը սպասումը շատ տարբեր են, գոնե հավասար եղնի, չէ՞, բայց պետք է ավել եղնի Տիրոջ տուն գալը։ Բայց Աստվածաշունչը հակառակ բանն է խոսում, ժողովողի մեջ ասում է, որ լավ է գնաս սքոթում։ Չէ՞։ Ինչի համար է խոսում սա։ Ինչ կա լավ բան, սքոտան մեջ ոչ մի բան լավ բան չկա։ Քան թե գնաս խնջույքի։ Բայց գիտես, այստեղ մի բան կա թաքնված, որ մենք ստապվենք, չէ՞։ Փառք Աստծուն, ստապվենք, որտեղ շատ ժամանակ մեր աշխարհի ցանկությունները, չգիտես ինչ խնջույքները եւ ամեն բան մեզ հեռացնում են Աստծուց, որովհետեւ գիտես մեզ մի շքեղ, որտեղ Պողոս առաքյալը խոսում ասում աշխարհիս բոլոր խնդիրները, դժվարությունները ոչինչ են, գալիք այդ փառքի համար, որ Աստված մեզ պատրաստել է։ Իսկ մենք մատ չգիտես ինչ փոքր բանի վրա ուրախացած ենք, կենտրոնացած ենք, բայց ես Աստված պաշտությունը, մեր Աստված, ինչ որ մեզ համար պատրաստել է, այն ամեն բան զանց ենք անում եւ թողնում ենք, բայց Աստված խոսում է, ասում է, որ մեր ստապվելու համար լավ է գնաս սքոթում, քան թե գնաս ինչ որ խնջույքի Աստծուն մոռացած։ Գիտես այդ խնջույքի ժամանակ զգացել եք այդ խնջույքի ժամանակ ով է հիշում Աստծուն։ Չէ, ուրախ ամեն բան, փոխել են այդ լավ ուրախություն։ Աստված խոսում ասում է, որ ուրախ եղեք եւ ամեն ժամ ուրախ եղեք։ Աստված չի ուզում որ մենք տխուր լինենք։ Աստված ուզում է մենք ուրախ լինենք։ Բայց Աստծու հետ։ Աստծու հետ։ Փառք Աստծուն։ Փառք մեր Աստծուն։ Ոչ թե մեր տխրությունների մեջ մեր փոթորիկների մեջ մի Աստծուն կանչենք, այլ մեր ուրախության մեջ էլ նույնիսկ մենք վայել ենք ամեն բան Աստծու հետ։ Եթե այն մարդիկ, ովքեր որ Քրիստոսումն են, այն մարդիկ, ովքեր Քրիստոսի մեջ են, այն մարդը, որ Քրիստոսի տաճարը, նա երբեք չի թողնում Աստծուն եւ նույնիսկ ուրախության մեջ, խնջույքի մեջ Աստծու հետ նա վայելում է ամեն բան։ Փառք Աստծուն, փառք մեր Տիրոջը։ Հովհաննես առաջի գլուխ 45 խոսքից մինչև 51-րդ խոսքը մի պատմություն կա, որ կուզեմ այստեղ ուշադրություն դարձնենք այս խոսքին։ Այստեղ մի պատմություն կա, մի փոքր վերևից ես խոսեմ սրա մասին եւ հետո կարդանք։ Ասում է, որ Փիլիպոսը խոսեց Նաթանի հետ եւ նրան ասում էր մարգարեները եւ ամբողջ օրենքը, որ խոսում է նրա մասին, որ Մեսիան պետք է գա, եւ ասում է գտել եք նրան Հովսեփի որդին Հիսուսը Նազարեթիցն է։ Եվ գիտես Նաթանի խոսքերը սա են, կարելի չէ որ Նազարեթիցը մի բարի բան լինի։ Փիլիպոսը նրան ասաց՝ «Եկ եւ տես»։
Խոսում ասում է, գիտես, այն Աստվածաշնչի մեջ, որ այդքան գրված է, մարգարեները, որ երկար խոսում են ամեն բան, որ Քրիստոսը պետքա գա, մեզ պետքա փրկի նեղությունից եւ աշխարհի անարդարությունից, գտել ենք Նազարեթում նա եւ այնտեղ խոսում ասում է, գիտես, Նազարեթից դժվար, Նազարեթից Միխայել կրկին բան գար։ Չէ՞, դες մենք ունենք, չէ՞, որ քաղաքներ, որ անուններ են կպցնում, ասում է, չէ, Նազարեթից դժվար։ Կարող է կողքի քաղաքից էլի ասել, խելքս մի բան կտրել, բայց Նազարեթից դժվար։ Եվ գիտես, սա խոսքը հետաքրքիր խոսում ասում է, եկ եւ տես։ Եվ ինչպես մեր սիրելի ավագ Հովիվ Գորմեխակյանը այս տարի հրճակեց այդ խոսքերը, չէ՞, մենք հիշում ենք, ներս համեցիր։ Այսինքն ինչի համար ներս համեցի, որ գաս եւ ինքը տեսնես։ Դες շատ ժամանակ դու պետքա ունենաս այդ ռեսուրսը, ունենաս կարողանաս Քրիստոսին ծանոթացնել, չես հավատում, ներս համեցիր, կգաս եւ կվայելես Տիրոջ եւ կտեսնես։ Եվ նրա խոսքերից հետո նա ինքս երկար չբացրեց, ասավ. «Եկ եւ տես»։ 47-րդ խոսքում ասում է Հիսուսը տեսավ Նաթանայելին, այն մարդուն, որ չէր հավատում, իրեն մոտ գալիս, իրան դեպի իրան է գալիս, հիմա ինքը ասում է լավ կայնի, իմ խոսքերով եմ ասում, գնամ մի հատ տեսնեմ, էլի, ինչ է խոսում, ումա գտե, գնամ եւ տեսնեմ։ Եվ Հիսուսը Նաթանայելին տեսնելով իր մոտ գալիս, ասեց նրա համար. ահա ճշմարիտ իսրայելացին, որի մեջ նենգություն չկա։ Նաթանայելը ասեց նրան, ինչ տեղից ես ինձ ճանաչում։ Մի հատ այսպես ասես մի հատ պատկեր եմ ես հասկանում, որ մարդուն չճանաչելով դու չես կարող ասես, չէ՞։ Ահա գալիս է մեկը, որ նրա մեջ ոչ մի նենգություն չկա։ Ճշմարիտ իսրայելացին, որի մեջ նենգություն չկա, եւ դες հետաքրքիր այստեղ երկխոսություն է գնում։ Նաթանայելն ասում է նրան. ինչ տեղից ես ինձ ճանաչում, դու ինչ գիտես ինձ, թե ես ով եմ, կարող է ես մի հատ չստացված մեկն եմ, որը որ նենգությամբ լստված է։ Որտեղից ինձ գիտես։ Հիսուսը պատասխանեց նրան եւ ասաց. Փիլիպոս, դեռ քեզ չճանաչած, քեզ տեսա թզելու տակ էիր։ Այստեղ Փիլիպոսը կանգ է առնում եւ մտածում է, ասում է, ես որտեղ որ է, այնտեղ ինքը չկար։ Որտեղից է ինքը ինձ տեսել։ Այնպես մի բան խոսած, որ ինքը հասկացավ եւ համոզվեց։ Նաթանայելը պատասխանեց եւ ասեց. Ռաբի, դու Աստծո որդին ես, դու ես Իսրայելի թագավորը։ Գիտես, այստեղ շատ նման է, երբ որ Սամարացի կինը, երբ որ ջրորի մոտ էր, երբ որ Տերը հայտնեց իրան նույնպես եւ խոսեց, ասեց, հիշում եք, չէ՞, պատմությունը ասեց, որ դու 7 մարդ ես ունեցել, հիմա էլ որ որի հետ որ ապրում ես, նա քո ամուսինը չի։ Եվ նույնպես նա մի փոքր, այսպես գրքի վրա եմ ցույց տալի Աստվածաշնչը, մի փոքր բացեց, որ ինքը տեսնի։ Շատ չէ։ Ու գիտես, այդքանը պարզ էր, որ երկուսն էլ հավատացին, որ նա Քրիստոսն է։ Ամեն մեկից Աստված ցույց է տվել, որ նա Քրիստոսն է։ Ամեն մեկից երևացել է ինչ որ չափով։ Ինչի համար եմ խոսում սրա համար, որ ինչ որ չափով, որովհետև երբ որ Աստված մի փոքր բացում է քեզ, որ դու իրեն տեսնես, նա այդքանով չի բավարարում, նա կարող է քեզ ցույց տա, եթե դու փափագուն ես, եթե դու սպասումով եկել ես եկեղեցի, եթե դու իրան հետևում ես, եթե կուզենաս, Աստված քեզ ավելին ցույց կտա։ Փառք Աստծուն։ Հիսուսը պատասխանեց, ասեց 50-րդ խոսքում նրան, որովհետև ես ասեցի քեզ, թե թզենու տակ տեսար եւ հավատում ես։ Սրանից ավելի մեծ բաներ էլ կտեսնես։ Եվ նրան ասեց ճշմարիտ ասում եմ քեզ, այսուհետև կտեսնեք երկինքը բացված եւ Աստծու հրեշտակները մարդու վրա ելնելիս եւ իջնելիս։ Գիտես, այստեղ ես որ կարդացի, ասեմ քեզ, որ մի անգամից ինձ չբացվեց։ Լավ է որ դու ասենք, եթե քեզ մի բան չի բացվում, դու կարողանաս ինչ-որ մեկին հարցնես, գիտես ինչ է գրված այստեղ։ Դա նորմալ է։ Ասենք ես հայտնության գիրքը մինչև հիմա ոչ մեկին այդպես լիակատար բաց չի։ Նա ակնարկում է, որ մենք հասկանանք, մի փոքր մտածենք, որտեղ Աստված մեր համար խոսում ասում է, ձեզ տրված է երկնքի խորհուրդները իմանալու։ Ում է տրված։ Մեզ, ովքեր հետևում ենք Քրիստոսին։ Փառք Աստծուն։ Եվ այստեղ խոսում ասում է, հավատում ես դրա համար, որ ես մի փոքր քեզ բացեցի։ Եթե ունես փափակ, եթե կուզես ավելի մեծ բաներ քեզ ցույց կտամ։ Դա խոսում է ինձ
եւ հենց քեզ Աստված քեզ ավելին է ուզում բացի, որ դու տեսնես ինչա քեզ համար պատրաստել, իր խորհուրդները, իր մեծությունը, որ ինքը հզոր է, որ ինքը ամենակարող է, որ ոչ թե մենակ մենք կարդանք ամեն բան կարող ենք անել Քրիստոսով, այլ մենք անենք այդ ամենը Քրիստոսով։ Մի քիչ ուշ սրա մասին խոսեմ, որ մենք կարող ենք, ոչ թե ինչ-որ մենակ լսել ենք, այլ իրոք գործի դնենք այդ ամեն բանը, որովհետև Աստվածաշնչի խոսքի ամեն խոսքը շատ թանկ է եւ ինքը ավելի հստակ է, քան թե աշխարհի շոր մի մարդ մի բան կարողանա խոսի։ Աստվածաշնչի ամեն մի տող, եթե մենք վերցնենք, որտեղ Աստվածաշնչի մեջ խոսվում է, ասում է, շատ մեծ բաներ ինքը խոստումներ տվեց։ Խոստումները շատ են։ Գիտես, շատ են խոստումները, բայց նրանց համար է խոստումները, ովքեր որ քայլում են Քրիստոսի հետևից, ովքեր որ իրանք Տեր ու Փրկիչ են կանչում։ Սա շատ կարևոր է։ Եվ այստեղ խոսքն ասում է, եւ նրանց ասեց ճշմարիտ ասում եմ քեզ։ Ինչի համար նրան ասեց, որտեղ նա հավատաց, որ Հիսուսն է եւ Քրիստոսն է։ Խոսքերը որ խոսեց Նաթանայելը, եկել էր ինքը տեսնելու եւ համոզվեց եւ ինքը ուղակի ոչ թե բացեց, այլ ինքը դավանեց, որ դու ես Քրիստոսը։ Ռաբի, դու ես Աստծո որդին, դու ես Իսրայելի թագավորը։ Այսօր շատ կարևոր է այդ խոսքերը մենք մեր բերանից մենք դավանենք, խոսենք, դու ես իմ Տերս, իմ Աստվածս եւ գիտես ապրենք այդպես, ոչ թե մենակ ասենք ու մեր կյանքը ցույց տա որ դու ես։ Մենք պաշտում ենք քեզ, դու մեր թագավորն ես, դու մեր առաջից գնացողն ես, մենք քեզ համար ժամանակ ունենք, մենք քեզ հետևում ենք, ուղղակի ասենք խոսքեր չլինեն, այլ իրոք մեր կյանքով մենք ամեն բան ցույց տանք։ Ովքեր են Աստծուն սիրում։ Գիտես, կարող ենք բոլորս էլ ասել, մենք սիրում ենք Աստծուն։ Աստվածաշունչը խոսում է, ասում է, նրանք են ինձ սիրողները, ովքեր կատարում են իմ խոսքը։ Կատարում ես իր խոսքը, պահում ես իր պատվիրանները, սիրում ես Աստծուն, չես պահում։ Աստծուն չես սիրում։ Սա շատ պարզ է։ Փառք Աստծուն, եկեք վերադառնանք 51-րդ խոսքին եւ խոսքն ասել, ճշմարիտ ասում եմ քեզ, այսուհետեւ կտեսնեք երկինքի արքայությունը բացված եւ Աստծո հրեշտակներին մարդու որդի վրայով վեր ելնելիս եւ իջնելիս։ Գիտես, շատ ժամանակ մարդկանց համար փակ է երկինքը, բայց Աստված խոսում է մեզ հետ, որ ցույց կտան, որ երկինքը բացված։ Գիտես, հոգեվոր մարդը որ դառնում է Քրիստոսին, բացվում է իր հոգեվոր աչքերը։ Որտեվ խոսքի մեջ գրված ասում է ժամանակ կգա, որ ոչ մեկի դրացին ընկերոջը չի սովորեցնի, այլ ես իրան միանգամից խոսեմ եւ իրան ցույց տամ ամեն բան եւ ոչ մեկին չի հարցնի։ Ես երբ որ Սուրբ Հոգին խոսում է մեր սրտերի հետ, մեզ այնքան բան է բացվում մեր աղոթքների մեջ, երբ որ հարատև երկար աղոթք ենք անում, Աստված խոսում է մեր սրտերի հետ։ Սուրբ Հոգին կարա այնքան քեզ բացատրի, որ այստեղից խոսեմ դու չհասկանաս, բայց Սուրբ Հոգին կարա վայրկյանների ընթացքում քեզ մի հատ մեծ բաներ բացի, որ դու հասկանաս։ Ուղղակի մեզ պետք է Սուրբ Հոգու հետ ապրել։ Սուրբ Հոգու ձայնը լսել եւ խոսել նրա հետ, որտեղ Աստված մեզ մի գանձ է թողել, որ որբ չմնանք գա մեզ սովորեցնի, դա Սուրբ Հոգին է։ Սուրբ Հոգի Աստված բնակվում է մեր ներսը, ինչպես խոսքն ասում է, որ մենք չգիտեք թե որ դուք ինչ եք Աստծո տաճարն եք։ Ես չեմ պատկերացնում, որ Աստծո տաճարը քանդված, այսպես մի գեղջուկ ինչ-որ մի տեղ կա բնակվի, չէ, որտեղ Տիրոջ հոգին է, այնտեղ ուրախություն է։ Այսինքն այնտեղ կարգ ու կանոն է, որտեղ մենք գիտենք, որ երբ որ ասում է դևերը, երբ որ թողեցին, գնացին եւ հետ վերադարձան, տեսան, որ իր տունը հարդարված, գեղեցկի, կարգի բերված չէ։ Այսինքն Տերը որ բնակվում է այնտեղ, պետքա կարգի է բերվում ամեն մի խնդիր։ Աստված բնակվում է կարգ ու կանոնի մեջ, Աստված բնակվում է այնտեղ, որտեղ որ սրբություն կա։ Փառք մեր Աստծուն։ Եվ խոսքն ասում է, եւ կտեսնեք, ասում է երկինքը բացված, եւ այդ հիշեցնում է, հիշում եք Հակոբի կյանքի մեջ եւ ասում է նա տեսավ, որ մի ասում է սանդուղք կար, չէ՞, բարձրանում էր դեպի երկինք։ Եվ ասում է հրեշտակները բարձրանում են վերև եւ իջնում էին։ Ես դա այդ քո հայտնություններն է, քո աղոթքներն է, որ բարձրանում են երկինք եւ հայտնությունները իջնում են ներքև եւ Աստված բացել է ամեն բան, որ դու տեսնես։ Փառք Աստծուն։ Փառք մեր Տիրոջը։ Հիշում եք, չէ՞, երբ որ մենք որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը երբ որ խաչվեց, այնտեղ գրված ասում է եւ վարագույրը պատրվեց վերևից մինչև ներքև։
Գիտես այդ վարագույրը շատերի մոտ պատրված չի, նրանք չեն տեսնում, բայց նրանց համար, ովքեր ասում են ճանաչում են իմ ձայնս, ովքեր նրան են ամեն բան տեսնում են, ամեն բան զանազանում են։ Որտեղ Մարգարեի խոսքով ասում են նրանք տեսնելով տեսնեն եւ չեն տեսնի, եւ կան նրանք ինչպես որ լսելով կլսեն եւ չեն լսի։ Այսօր մենք տեսնում ենք եւ լսում ենք։ Ու փառք Աստծուն։ Փառք մեր Տիրոջը, որտեղ խոսքը խոսում ասում է ճշմարիտ, ասում եմ քեզ այսուհետ, ասա այսուհետ, պետք է տեսնեն, փառք Աստծուն, փառք Աստծուն այդ տեսողության համար, լսողության համար, փառք մեր Տիրոջը, այսուհետ պետք է տեսնեմ, այսուհետ պետք է լսեմ Աստծու ձայնը եւ քայլեմ նրա հետևից, որտեղ ես համաձայն չեմ, որ ինչ-որ մի փոքր մաս տեսնեմ, ես ուզում եմ ավելին տեսնել։ Որտեղ խոսքը սրա մասին ասում եմ, հավատում ես սրանից ավելի մեծ բաներ կտեսնեմ, ասա ես սրանից ավելի մեծ բաներ ուզում եմ տեսնեմ։ Ես ինքս չեմ համակերպվում, ինչ-որ մի փոքր խոսք ինչ-որ մեկի կողքով գա եւ ես դրա մեջ համակերպվեմ, լսեմ, որտեղ գիտես ես ինքս եմ ուզում տեսնեմ Քրիստոսին, ես ինքս եմ ուզում շոշափեմ։ Ես չեմ հասկանում այն մարդկանց, որ դարձի գալով ուղղակի Աստվածաշունչը կարդում եւ կողքի են դնում։ Չէ, Աստվածաշունչի մեջ գիտես մեծ խորհուրդներ կա։ Ելի եմ խոսում սրա մասին։ Հիսուս Քրիստոսը խոսում է, ասում է սրանից ավելի մեծ բաներ կտեսնես։ Ես ուզում եմ տեսնեմ ավելի մեծ, ավելի շատ ոչ թե ինչ-որ մեկը խոսի, այլ Աստված հաստատ քեզ ցույց կտա, եթե դու եկել ես այսօր սպասումով։ Եթե դու փափագում ես, Աստված քեզ հաստատ շատ բաներ ունի ցույց տալու։ Փառք Աստծուն, փառք մեր Տիրոջը։ Ես այստեղ շատ բան ունեմ ձեզ տալու, կփորձեմ որ համառոտ կերպով հասցնեմ ձեզ, բայց ասեմ քեզ որ շատ կարևոր է որ մենք ինքներս մեծ ձևով ինչպես Աստվածաշունչը խոսում ասում է սրանից ավելի մեծ բաներ մենք քայլենք Տիրոջ հետ, որտեղ Աստված մեզ ցույց է տալիս այդ ամեն ինչը, ցույց է տալու մեզ ամեն ինչ։ Չեմ ուզում որ մենք ուղղակի այդպես ձեռի հետ կանք եկեղեցի գնանք։ Ձեռի հետ գիտես մարդիկ կան, որ ամեն բան հասցնում են եւ ամեն բան կարող են անել, ուղղակի Աստված պաշտությունն էլ դրանցից մեկը լինի, ոչ մեր Աստված պաշտությունը պետք է բարձր լինի։ Այնպես էս բան կա, չէ՞, ասեն դիպլոմ ունեմ, բայց բանի պետք չգիտես տունը դրած է, թող լինի։ На всякий случай, դες մտ կներեք այդ բառերի համար ռուսերեն, թող լինի։ Մի օր կարողա պետք է, ոչ, գիտես Աստված պաշտությունը մի հարմարեցրա դրան։ Աստված պաշտությունը, երկինքի արքայությունը մեզ համար ամենաթանկն է եւ ամենակարևորն է, որովհետեւ ամեն բան ասնելու է։ Մարդիկ կան, գիտես, այդ գիտության համար, ուսմունքի համար, գիտես, իրենց կյանքն են դնում։ Ամեն բան, գիտես, մեծ գումարներ են ծախսում։ Բայց ինչքան կարևոր է մեր Աստված պաշտությունը եւ մեր փրկությունը, երկնային արքայությունը, որ մեզ համար Աստված պատրաստել է։ Ուղղակի բերեք կանգնեցնենք մի գծի վրա, դա շատ ցավալի է։ Ոչ Աստված պաշտությունը մեծ զոհաբերություն է, որ մեր կյանքից ամենաթանկ ժամանակը պետք է տանք եւ ուրախ լինենք Տիրոջ տուն գալու համար։ Կարանք մեզ գիտես այսպես արդարացնենք ինքնաարդարացում, այդպես մի բառ կա, չէ՞։ Ինքներս մեր արդարացնենք, դե գիտես այդքան ինչ կապ ունի եկեղեցի գալը։ Չեմ գողանում, չեմ սպանում, չեմ բամբասում, Աստվածաշունչ չեմ կարդում, դե ինչ պետք է եկեղեցի գալը։ Ամեն բան անում եմ, գիտես, եթե քո ներսից սերը սառեց, կարաս գիտես, այնքան մարդ եմ տեսել, որ իրանց կոնկրետ արդարացրել են։ Մի քանի ամիս առաջ էր մեկ հետ խոսում էի, չգիտեմ ինչի, եւ սկսես, գիտես, ասած ես կարող եմ եկեղեցի չգամ, ու գիտես իմ բերանից ասած մի բառ դուրս թռա, որ ես չէի սպասում։ Հիմա չորացած ծառ կար կողքս, ասի, գիտես, այս ծառի պես կչորանաս։ Գիտես, սա ուղղակի պետք չի բացատրել, մենք ինքներս գիտենք, երբ որ մեկտեղ թողնելը հավաքվելը թողնում ենք, երբ որ Աստված գալու է իր հարս եկեղեցու հետևից։ Չի գալի անհատների համար, գալիս է իր եկեղեցու մեջ իմիններս, չէ՞։ Գալիս է իր հարս եկեղեցու, եթե դու եկեղեցու մեջ ես, պետք է փրկվես։ Փառք մեր Աստծուն, փառք մեր Տիրոջը։ Այնպես որ մենք չենք զբաղվում ինքնաարդարացումով, մեզ ինքներս արդարացնելով, մենք պետք է լինենք եկեղեցու մեջ, պետք է զորավորներ լինենք, քայլենք Տիրոջ հետ։
Առաջի պատվիրանը շատ կոնկրետ խոսում է սրա մասին, ասում է սիրիր քո Տիրոջը, քո հոգով, քո մտքով, քո ամբողջ զորությունով։ Գիտես, Աստվածաշնչի առաջ 10 պատվիրանի երբ որ վերցնում ես առաջի պատվիրանը, սրա մեջ շատ մեծ բան կա։ Այստեղ չի խոսում ձեռի հետ, թող լինի պետք կգա, չէ, քո սրտով, քո զորությունով, քո մտքով։ Սրա մասին խոսել եմ մտքով։ Մեր միտքը պետք է զբաղված չլինի ամեն բանով, մեր մտքի մեջ պետք է տեղ լինի Աստված պաշտության համար։ Փառք մեր Աստծուն, փառք մեր Տիրոջը։ Ես այսպես մի նկար կա, կուզեմ որ ձեզ ցույց տամ, չգիտեմ ինչքանով པարզ կեղնի։ Ամեն առավոտ, երբ որ ես իմ աչքս բացում եմ, իմ ննջասենյակում մի նկար կա։ Ու այնտեղ գիտես շատ հստակ մի քանի բառ է գրված, չգիտեմ կստացվի այստեղ ես գտնեմ ցույցադրեմ ձեզ, կփորձեմ։ Չգիտեմ ինչքանով է ձեզ երևում, այստեղ գրված է Հիսուս Քրիստոսը իմ Տերն ու Փրկիչն է։ Ամեն առավոտ ես արթնանալով ես խոսքը կարդում եմ։ Գիտես, չգիտեմ քո օրը ոնց կստացի դու հաղթանակի համար ես այդ օրը արթնացել, քո մոտ դժվար է, քո մոտ ուրախություն է, չգիտեմ ինչ։ Ես միշտ պետք է տեսնեմ, ինչեւ իմ Աստվածաշունչս կարդալս, որ իմ Տերն ու Փրկիչս Հիսուս Քրիստոսն է։ Գիտես, շատերի համար կա, որ Քրիստոսը ուղակի Տեր չի, ուղղակի ինչ-որ օգնության հասնող մի հրեշտակ է, որ գիտես ինքը պետք է կանչի Աստծուն, որ միան ինչ-որ խնդիրներից ինքը ազատի։ Կա այսպես մի հատ ծառայություն, MČS, լսած կլնեք։ Փրկարարական ջոգատ, չէ, Հայաստանում էլ կա այդ ամեն ինչը։ Служба спасения։ Դուրը փակվել է, փչացել է, բալիկը կորցրել ենք, բալանին կանչում ես, գալիս են իր հարցերը լուծում է, գնում է եւ գիտես ինչ-որ խնդիրներ, ինչ-որ պատճառներով զանգում են եւ գալիս են եւ օգնում են քեզ ինչ-որ հարցերում։ Ոչ թե միայն Աստված մեզ օգնում է ինչ-որ խնդիրների մեջ, մենք պետք է կանչենք Աստծուն, այլ Աստված իմ Տերն ու Փրկիչն է։ Փառք մեր Աստծուն, փառք մեր Տիրոջը։ Փառք մեր Աստծուն։ Մենք տաճար ենք եւ Աստված ոչ թե պետք է մի այսպես խոսքով ասենք, ոչ Աստված պետք է բնակվի մեր տաճարի մեջ, որտեղ Աստվածաշունչը խոսում է, չգիտեք, որ դուք Աստծո տաճարն եք։ Գիտենք, որ Աստված բնակվում է մեր սրտերի մեջ, դա պետք է խոսքով չլինի, այլ պետք է իրոք Աստված բնակվի մեր սրտերի մեջ, որտեղ այն մարդու մեջ, ով Աստված բնակվում է, այդ մարդու պտուղներից երևում ամեն բան։ Այնպես որ ես քեզ կոչ եմ անում, մոտեցիր Աստծուն, որտեղ Աստված քեզ շատ բան ունի ցույց տալու, ոնց Աստվածաշնչի մեջ գրված է, մոտեցիր ինձ եւ ես քեզ կմոտենամ։ Եթե մոտենաս Աստծուն, ովքեր մոտենում են Աստծուն, ովքեր ճաշակում են Աստծուն, լավ գիտենք, որ ինչքան որ մոտենաս Աստծուն, Աստված այնքան է քեզ մոտենալու է։ Աստվածաշնչի մեջ մենք մի տեղ կա, երբ որ Եղիայի եւ Եղիսեի պատմությունը ինչ էր ուզում, ասում էր ես գիտեմ, որ իրեն հայտնել են, ասել են, որ այսօր Աստված պետք է քեզանից վերցնի, չէ, Եղիային, եւ նա ասում էր ես լավ գիտեմ։ Սուս մնացեք, այդպես է գրված Աստվածաշնչի մեջ, ասում է ես գիտեմ։ Եվ Եղիսեն ասում է ուզում էր, փափագում էր, որ տեսնի, թե ոնց է Աստված իր մարգարեին, իր ժամանակին վերցնելու, ոնց այդ ամեն ինչը տեղի ունենալու։ Գիտեք, որ Աստվածաշնչի մեջ գրված ասում է, եւ Աստված իր հրեղեն կարգով վերցրեց Եղիային։ Եվ Եղիսեն ինչ արեց, արթուն սպասեց, փափագելով եւ նա տեսավ։ Եթե ուզենաս սպասես, Աստված քեզ շատ բան ունի ցույց տալու։ Ինչպես գիտես, այդ Զաքեոսի պատմությունը Ղուկաս 19:19-ում խոսում է, ասում է եւ ահա այս տանը փրկություն եղավ։ Ահա այսօր, ինչ որ հետո չի, ինչ որ ժամանակների մասին, այսօր։ Ինչի համար, որտեղ նրա մեջ կար մտափոխություն։ Ինչի համար, որտեղ նա խոսեց, նա վազեց ծառը, բարձրացավ, այդ ասում է ժանտե թզենի վրա, ասում է ինքը շատ ծակող ծառ էր։ Նրա հասակը շատ կարճ էր, ամբողջի պատճառով ասում է բարձրացավ ծառը եւ ինքը փափագեց Քրիստոսին տեսնելու։ Մեր Աստված, գիտես, նույնն է երեք այսօր եւ հավիտյան։ Եկավ կանգնեց, ասում է ծառի տակ եւ ասավ Զաքե,
իջիր, ինչպես մեր ավակով Գորի Մեխագյանը խոսում ասում է սրա մասին, չեկավ ասավ Զաքեոս, ես ինչ անուն ազգանով։ Զաքեոսին կարճ խոսքով, ոնց որ իր աղբեր ասավ Զաքեի չէ, այսօր ձեզ տուն եմ գալու։ Գիտես, երբ որ դու Քրիստոսին փնտրես, երբ որ կանչես Քրիստոսին, նա հայտնվել է քեզ եւ ավելի մեծ բաներ է ցույց տալի, եթե դու ուզես փափագով գաս Աստծուն։ Փառք մեր Աստծուն, փառք մեր Տիրոջը։ Ասեմ քեզ, որ վերջերս ես մի խոսք էի պատրաստել եւ ես խոսեցի աղոթքա ժողովին, մի քանի շաբաթ առաջ էր, եւ խոսեցի Սուրբ Հոգու պարգևների մասին։ Ու գիտես, Գաղատացիս 3:14-ում միտեղ կա, փորձեմ բացեմ։ Այստեղ խոսում ասում է, որ Աբրահամի ասում է, որ քո սերունդին ես կօրհնեմ։ Ու մենք գիտենք, որ Աստվածաշնչի մեջ գրված ասում է եւ կսարքեմ նրանց ավազի չափ։ Որ Աբրահամի օրհնությունը հեթանոսների մեջ լինի Քրիստոս Հիսուսումը, որ մենք Սուրբ Հոգու խոստումը ընդունեցինք հավատքով։ Գիտես, Աբրահամին նա չէր ուղղակի օրհնում իր սերունդները ավազի չափ, շատ լինեն եւ որակ չլինի, չգիտես ինչ, մենք գիտենք, չէ՞, քանակի մեջ կարևորը որակը շատ կարևոր է։ Աստված խոսք տվեց, որ քեզ կօրհնեմ ավազի չափ, բայց Աստված մի հատ մեծ օրհնություն ասում է, քեզ կօրհնեմ, ինչով։ Եվ մեկ ուրիշ տեղ Աստվածաշնչի մեջ գրված ասում է, նույնիսկ Սուրբ Հոգին ձեզ չխնայեց։ Եվ նույնիսկ ասում է, Սուրբ Հոգին ձեզ չխնայեց։ Ամենաթանկը Աստված մեզ չի խնայի եւ օրհնել է մեզ Աստված։ Գիտես, Սուրբ Հոգին որ գալիս է եւ այնպես մենք ինչպես խոսքի մեջ գրված ասում է մենք թևեր կառնենք եւ կսլանենք արծիվների պես ազատ կլնենք ինչի համար այդ զորությունը որ վերջերս ես խոսում էի սրա մասին երբ որ Տիրոջ զորությունը գալիս է մենք ազատ ենք մենք զորավոր ենք մենք Քրիստոսի ինչպես խոսքի մեջ գրված ասում է արծիվների պես թևեր կառնենք եւ կսլանանք գիտես ես սիրում եմ այս խոսքերը Փառք Աստծուն, բայց որ դեպքում, երբ որ զորություն առնենք, այսինքն այդ զորությունը որն է, մեր Սուրբ Հոգին է։ Այսօր գիտես Սուրբ Հոգին մեզ հետ է, մենք Քրիստոսով զորավոր ենք, մենք Սուրբ Հոգով զորավոր ենք, եթե Սուրբ Հոգու, գիտես Սուրբ Հոգու 9 պարգևներից մեր սիրելի Արթուր Սիմոնյանը, Հովիվ Արթուր Սիմոնյանը, երբ որ խոսեց սրա մասին, ես ցնցված եմ, ես խոսում էի 1 օր առաջ աղոթքա ժողովին եւ հաջորդ օրը տեսնում եմ այդ քարոզը եւ կուղարկեմ ես մեր կայքի մեջ կտեղադրեմ որ դուք տեսնեք խոսում է 9 պարգևների մասին որ ես խոսում էի դրանից մի օր առաջ աղոթքա ժողովին Ես 9 պարգևները այսօր մենք պետք է ունենանք Սուրբ Հոգու 9 պարգևները Եվ գիտես ցավոք շատերին որ հարցնենք Սուրբ Հոգու պարգևներից կարող է ինչ-որ ասեք լեզուներ են խոսում եւ վերջ Դա շատ լավ է որ դու լեզուներ ես խոսում, բայց այնտեղ խոսում է 9 պարգևներից, որ շատ կարևոր է որ մենք ունենանք այդ 9 պարգևները։ Ասում է պարգևները առաջի Կորինթացից 12 կարող ես քո մեջ, եթե ձեռքիդ թուղթ ու գրիշկա կարող ես գրանցել։ Առաջի Կորինթացից 12-րդ գլուխ 4-րդ խոսքից մինչև 11-րդը կարող ես նշել քո մոտ։ Առաջի Կորինթացից 12 4 11 Պարգևները զանազան են, բայց հոգին նույնն է։ Պարգևները զանազան են, մեկը չեն, 9-ն են, բայց հոգին նույնն է։ Եվ պաշտոնները զանազան են, բայց Տերը նույնն է։ Այսինքն Սուրբ Հոգուց է ամեն բան, որ մեր օգտի համար, ինչպես Աստվածաշունչը խոսում է, որ մեր օգտի համար է։ Փառք Աստծուն։ Բայց ամեն մեկին տրված է Հոգու հայտնության օգտի համար։ Եվ մեկին տված ասում է իմաստության խոսք։ Գիտես, սա շատ լավ է որ դու սովորել ես, գիտություն ունես, ինչ-որ տեղել ես ավարտել, բայց դու իմաստություն չունես։ Ու փառք Աստծուն, երբ որ Տիրոջ իմաստությունը կարևոր է, որ կա, գիտես, մարդկային ինչ-որ հնարքներ, բայց Տիրոջ իմաստությունը երբ որ գալիս է, դա ամեն ինչից վեր է։ Գիտության խոսք, գիտես, շատ ժամանակ ես որ գործում է գիտության խոսքը
ճիշտ ժամանակին, երբ որ գալիս է Աստծուց այդ գիտության խոսքը, գիտես, դա մի մեծ խնդիրներ է լուծում։ Սա պարգևը, որ մենք պետք է ունենանք։ Մյուսին հավատք, որտեղ գիտես հավատքով, ինչպես Աստվածաշունչը խոսում է, հավատքով կարող եք սարե շուռ տալ։ Մենք չենք կարող հաճեցնենք Աստծուն, եթե հավատք չունենանք։ Մենք պետք է հավատքով մենք հաճեցնենք մեր Աստծուն։ Գիտես, շատ ժամանակ, երբ որ խնդիրներ կա, լուծվում այ, եւ Աստվածաշնչի մեջ միտեղ կա, կուզեմ խոսեմ սրա մասին, ասում է գնա քո հավատքը քեզ ապրեցրեց։ Գիտես, այսօր այդ հավատքը շատ կարեւոր է։ Մենք երբեմն աղոթք ենք անում, չէ՞, Հայր Աստված ավելացրա մեր հավատքը, չէ՞, որ քեզ վստահենք այդ հավատքը, եթե Աստծուց է շատ կարևոր է մենք ունենանք։ Բժշկության պարգևներ։ Գիտես, շատ մարդիկ կան, որ այսօր հիվանդ են, տկար են, եթե ունենաս դու բժշկության պարգևը, գիտես, դա մեծ օրհնություն կլինի քո շրջապատող մարդկանց ու քո այդ բժշկությունը, որ տեսնեն, Աստծուն կփառավորեն։ Ես այդ բժշկությունը ոչ թեպետ ես միշտ խոսել եմ սրա մասին, եթե չկան մեր կյանքերի մեջ հրաշքներ եւ չկան այդ եկեղեցու մեջ բժշկություններ, այդ եկեղեցու մեջ խնդիր կա, ինչ-որ մի խցանում կա, դա արդեն առողջ եկեղեցի չի։ Հրաշքները մեզ պետք է հետևեն։ Փառք Աստծուն։ Զորությունների ներգործություն։ Ես ամենը չեմ ուզում այսպես ես սրա վրա կանգնեմ, մենք ժամանակ կունենանք սրա մասին, բայց ասեմ քեզ, մարգարեություններ, հոգիների զանազանություն, բացվում է քո աչքերը, դու տեսնում ես, քո դեմ ինչ ֆոկուս են անեն, ինչ քեզ ցույց տան, բայց դու զանազանում ես, Աստված քո ներսը դրել է, դու տեսնում ես արդեն։ Մացես էլի այդ ռուսերեն բառը ասենց ռենտգեն, չէ՞, միանգամից գալիս է, դու ամեն բան գիտես, հոգին քեզ հայտնում է, չէ, սա իմը չի, սա Տիրոջ կամքը չի, դու գիտես ամեն բան, դու զգում ես, դու հասկանում ես, գործում է քո ներսդ հոգիների զանազանությունը, զորությունները Տիրոջ գալիս են, մարգարեությունները դու հասկանում ես։ Երազներ կան, որ գալիս են միանգամից քեզ բացվում է, քեզ պետք չի, որ ինչ-որ մեկը գա քեզ բացի, դու հասկանում ես իր կամքը։ Սա պարգևներ են, որ մեր ներսը պետք է գործի, եկեղեցու մեջ, փառք Աստծուն։ Լեզուների պարգևը եւ կա լեզուների թարգմանության պարգև։ Մարդիկ կան, որ ունեն այդ պարգևը, ոչ միայն խոսում են լեզուներ, այլ լեզուները, որ խոսում են, նրանք կարող են թարգմանել։ Ես ինքս տեսել եմ, դա շատ լավ է։ Փառք Աստծուն։ Այնպես որ մենք չենք համակերպվում, ես ինքս չեմ համակերպվում, որ մի փոքր Աստված իրեն հայտնի, որտեղ Աստվածաշնչի մեջ շատ հստակ ձևի խոստացում է, սրանից էլ ավելի մեծ բաներ կա, որ կարող եմ քեզ հայտնել։ Եվ իմ այսօրվա խոսքս, ես այսպես եմ կոչել իմ խոսքումս, վերնագրը այսպես ասեմ, փափագում եմ տեսնել։ Այսօրվա իմ ուղերձս այսպես եմ ես վերնագրել, փափագում եմ տեսնել։ Փափագում ես դու տեսնել, արդյոք դու քեզ հարցրա։ Եթե չկա այդ փափագը, դա նորմալ չի։ Եթե փափագես, Աստված քեզ շատ բաներ կարա ցույց տա։ Ուղղակի նա մի փոքր քեզ բացել է Աստվածաշնչից, դու տեսել ես մինչև հիմա փոքրը։ Բայց եթե փափագես, Աստված քեզ շատ բաներ ունի ցույց տալու։ Ճշմարիտ ասում եմ քեզ, ինչպես խոսքն ասում է, այսուհետև ցույց կտամ քեզ, փառք Աստծուն, Տեր, ցույց տուր ինձ, ես փափագում եմ։ Եկեք կանգնենք ոտքի եւ աղոթք վերցնենք։ Հայր Աստված, գալիս եմ քեզ, գոհանում եմ քեզնից այս խոսքի համար, Տեր, այս ուղերձի համար, դու ես մեր Տերը, մեր Աստվածը։ Շնորհակալ ենք, որ մեզ հայտնել ես քեզ, Տեր, քո մեծությունը, Տեր, բայց մենք չենք համակերպվում այս փոքրի վրա, ինչպես քո խոսքիդ մեջ գրված է, որ սրանից ավելի մեծ բաներ կա, որ պետք է մեզ ցույց տաս, Տեր։ Մենք կուզենք, որ բացված եղնի երկինքը մեզ համար, մենք տեսնենք այդ սանդուղքը, Տեր, որ տեսնենք ինչպես որ դու ես ճանապարհ, որ բարձրանում ես, այդ ճանապարհը բարձրանալու երկինք եւ իջնելու, Տեր, այդ ճանապարհի համար շատ շնորհակալ ենք, Տեր։ Շնորհակալ ենք, որ մեզ համար բացել ես երկինքը, Տեր։ Շնորհակալ ենք, որ մեր աղոթքը հասնում է վերև եւ քո խոսքը հայտնություններդ մենք լսում ենք, Տեր։
մենք չենք համակերպվում ենք քչին, մենք կուզենք որ լինենք զորավորներ, մենք կուզենք որ քո զորության հոգին մեր ներսը բնակվի Սուրբ Հոգի Աստված, արի քո պարգևներով ես հրճակում եմ այս խոսքը գործի քո եկեղեցին, քո հարս եկեղեցին թող ամեն մեկը զորություն դառնի Տեր, եւ քո եկեղեցի դառնա քայլող եկեղեցի Տեր, որ գործեն քո պարգևները այս եկեղեցու մեջ եւ պտուղներից հետ երևա Տեր։ Արի մեր կյանքերի մեջ Տեր եւ քո ավելին ցույց տուր մեզ Տեր։ Մենք համաձայն չենք այդ քչին Տեր։ Մենք հուսացած ենք քեզ, դու ես մեր Տերը, մեր Աստվածը եւ ողջ փառքը տալիս ենք քեզ։ Փառք քեզ։ Ամեն։